Տիկին Փոստանջյան, բարև ձեզ, շնորհակալ եմ եկաք տաղավար, մեր առաջին եթերն է այստեղ է եւ այսպես տարին սկսվեց, Նիկոլ Փաշինյանը իր շավը հայ առաքելական եկեղեցու դեմ նոր թափ է տալիս, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էլ գնաց է անշավան Ժանգոչյանի կերտ ծիսակարգին էր մասնակցում, տիկինն էլ միջայլոց այդ օրը առաջին անգամ դուրս եկել իր հետ այդ ծիսակարգի մասնակցելու, խնդրեմ, Աստծուց ներողություններ խնդրում Փաշինյանը, մենակ չես, հետո հիշում էր այդ հայտնի իրենց հիշում եք, մի քանի տարի առաջ երգ ունեին, Աստծուն էր ասում, եւ այս իրականության մեջ խնդրեմ ձեր տեսակետը եւ հետո արդեն մի քանի իրավական թեմաներ կան, որոնց հետ կապված կլսենք ձեր խոսքը։ Գիտեք, նաև մենք ականատեսը եղանք, որ թե իր մեքենան էր, թե որ մեքենան էր, չգիտեմ, որ մեկ էր գրած պետ համարանիշի տեղը, ինքը ամեն ինչում ավելի, այսինքն ամեն ինչ ոչ դրական իմաստով, դաժանության, ազգադավության, ապօրինությունների, ամեն ինչի իմաստով ինքը զբաղեցրեց առաջի տեղը, այսպես մենք իրեն կարող ենք գնահատել այս բոլոր տարիների ընթացքը, որը նա ըստ էության դարձավ որպես Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության առաջի դեմքը։ Երբ նա գնում է եկեղեցի, եկեղեցականները պետք է իրեն այդ հարցը տային, այն հեղինակած գիրքը եւ հոդվածները, որը նա գրել էր, որտեղ համենայն դեպս նա է ստորագրել այդ ամենի տակ, որտեղ ամեն ինչի մասին խոսվում է եւ այդ ամենը Աստծուն դեմ է։ Այսինքն, այդ ոնց են նրան թույլ տալիս ընդհանրապես մուտք գործել եկեղեցի, երբ նա հեղինակել է գիրք, գործունեություն է ծավալել այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից որպես գործադիր իշխանության ղեկավար, որը դեմ է եղել եւ մարդկությանը, եւ հայ ազգին, եւ Աստծուն, եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այս հարցերը պետք է տային։ Ես շատ լավ հիշում եմ մի քահանայի, ով Գորիսի եկեղեցում ուղղակի արհամարեց նրան։ Այսպիսին պետք է լինի մեր վարքագիծը նրա նկատմամբ, այսինքն արհամարանք պետք է լինի, այլ ոչ թե նրա հետ գնալ եւ մասնակցել ինչ-որ միջոցառումների։ Սա պետք է լիներ հիմնական առումով այն բոլորի վարքագիծը, որը անհրաժեշտ է դրսևորել տվյալ, չգիտեմ, ինչ ասեմ, սուբյեկտի նկատմամբ։ Այսքան բան կարող եմ ասել այդ բոլոր հանդիպումներ, արարողություններ եւ ներխուժումը հայ առաքելական Սուրբ եկեղեցի։ Բայց այդ ամենը, ես ձեզ ասեմ, դա ունի ծրագրված նպատակ։ Ծրագրված նպատակը, երբ նայում ենք այդ տեսանյութերը եւ ովքեր են մասնակցում, ինչպիսի մարդկանց են վերման ենթարկում այդ արարողություններին մասնակցելու, ապա մենք հասկանում ենք, որ սա նպատակ է հետապնդում ազգամիջյան, այսինքն մեր ազգի մեջ, մեր ազգի մի հատվածը մյուս հատվածի նկատմամբ ատելություն սերմանելու, այդ թվում նաև ատելություն սերմանելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Ամբողջ նպատակը դա է, որպես ինստիտուտ, որպես ազգային ինստիտուտ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ ատելություն սերմանելու, որը հետագայում պետք է իհարկե նաև փորձ կատարի քայքայել մեր եկեղեցին, բայց այս ծրագրավորողները, ես կարող եմ ասել, որ զուր են նման ծրագիրը փորձում իրականացնել, որովհետև շատերն են ոտնձգություն կատարել մեր հավատքի նկատմամբ, բայց որևիցե մեկին դա չի հաջողվել։ Իհարկե ցավալի է, անդուր այդ մթնոլորտը եւ մարդկանց մեջ պառակտումը բավականին ծանր է մարդկանց հոգեբանության վրա ազդում, բայց այնուամենայնիվ այս ծրագիրը իրականացնողների, այսինքն հեղինակները մեկ է չեն ունենալու հաջողություն։ Սա էլ է ավարտվելու։ Դե գիտեք ինչ, այդ հակուկապը, որ նայում էինք, տեսնում էինք, կարծես թե Քադաֆին մասնակցում էր ինչ-որ միջոցառման, ուղղակի Քադաֆիի մի քիչ ավելի երևի բաց մաշկով ինչ-որ մեկն էր, բայց չենք մոռանում, չէ, ինչ տեղի ունեցավ Քադաֆիի հետ,
Եվ նման, այսինքն իմ համար համենայն դեպս նման ասոցիացումներ էր, այսինքն ով էր դա, ինչ տեսքով էր, ինչ հրապարակային ուղերձ ուներ այդ իր հագուստը կամ հագու կապը, ես դա եմ, իմ մոտ այդպիսի ասոցիացում է համենայն դեպս առաջացել, այսինքն իմ զգացումները այդպիսին էին, դրա վերաբերյալ։ Տարին սկսել է և գիտեք իրենք ամեն անգամ նոր թափ են տալիս քաղաքական հետապնդումներին։ Գիտեք, որ մեր գործընկերները Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սարաթելյանը կալանավորված են և ևս 3 ամսով կալանքը երկարաձգվել է։ Նարեկ Սամսոնյանը իրականում դիմում է Ծայրահեղ քայլի, հացադուլ է հայտարարել և 3 փաստաբանը նշեց, որ վերջինիս տեղափոխել են բաժիչ խուց, կարծր։ Հիմա պետք է խնդրեմ այս մասով ձեր խոսքը։ Նախ տեղեկացնենք հանրությանը, որ որտեղ է պահվում Նարեկ Սամսոնյանը։ Այն հանրահայտ Արմավիր քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում էր Արմեն Գրիգորյանը, որտեղ պահել էին Ստեփան Սամվելյանին, որտեղ պահել են բազմաթիվ կալանավորների, ովքեր մահացել են այդ կալանավայրում։ Այսինքն մի կալանավայր, որը հանրահայտ է, այդ իր ղեկավարությունը հանրահայտ է այնպիսի դեպքերով, այսինքն այդ դեպքերի պատասխանատուները հենց կալանավայրի ղեկավարներն են, անմիջական պատասխանատուները կալանավայրի ղեկավարն է, ապա Ծովին Արտադևոսյանը, ապա նաև անմիջական ղեկավար Սրբուհի Գալյանը, այսինքն վերևից ներքև ենք իջնում, Տիկին Սրբուհի Գալյան, մեկ անձ, ով պատասխանատու է Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցող ապօրինությունների և անօրինականությունների համար, երկրորդը դա Ծովին Արտադևոսյանն է, Տիկին Սրբուհի Գալյանի ընկերուհին, և երրորդը այդ Արմավիր քրեակատարողական հիմնարկի ներկայիս պետ Գարիկ Ծատուրյանը։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ այս քրեակատարողական հիմնարկները ոչ թե նրա համար են, որպիսի դատական ակտի հիման վրա պատշաճ կարգով ապահովեն մարդուն անազատության մեջ պահելը, այսինքն այդ ազատությունից զրկված անձին մարդկային պայմաններում պահելը, այլ ընդհակառակը այս կալանավայրերը ըստ էության դարձել են պատժիչ, այսինքն նախկինում էլ են եղել, այո, պատժիչ բնույթ են ունեցել, բայց այնուամենայնիվ այն իրավական համակարգը, որը ընդունված է Հայաստանի Հանրապետությունում, այդ իրավական համակարգի ներքո սրանք չպետք է լինեն պատժիչ կազմակերպություններ, այլ պետք է լինեն ուղղակի կազմակերպություններ, որտեղ պահվում են մարդիկ, ովքեր զրկված են ազատությունից, բայց միայն նրանք զրկված են ազատությունից, մնացած բոլոր իրավունքները, հիմնարար իրավունքները, նրանք իրավունք ունեն իրացնել, եւ այդ հիմնարար իրավունքների իրացումը առաջնահերթ պարտականությունն է Տիկին Սրբուհի Գալյանի, ապա Ծովին Արտադևոսյանի, ապա նաեւ քրեակատարողական հիմնարկների պետերի ղեկավարների։ Հիմա մենք ինչ ենք տեսնում Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Այս Գարիկ Ծատուրյանը պատշաճ կարգով չէր ապահովել օրինակ իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի բուժօգնության իրավունքը։ Հետևաբար այդ ամենից հետո Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց եւ հիվանդանոցում ստիպված էին եղել նրա նկատմամբ իրականացնել կոռոնարոգրաֆիա եւ ապա նաեւ ստենտավորում։ Մենք ինչ ենք տեսնում, այսինքն այս Գարիկ Ծատուրյանը, երբ առաջի անգամ տեսնում է կալանավորին, նա պարտադիր պետք է անցկացնի նրա հետ, այսինքն նա իր համապատասխան բուժաշխատողի միջոցով պարտադիր պետք է անցկացնի բուժզննություն, թվագրի բոլոր այն հիվանդությունները, նաև համապատասխան այդ մատյանը պետք է վարեն հիվանդությունների հետ կապված եւ համապատասխան դեղորայքային եւ այլ բուժօգնություն տրամադրեն հիվանդին, հիվանդ կալանավորին, որը չի արվել մասնավորապես իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի դեպքում։ Դա չի արվել մասնավորապես Արմեն Գրիգորյանի դեպքում, երբ Արմեն Գրիգորյանին բերեցին Արմավիր քրեակատարողական հիմնարկից դատարան եւ դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանը մահացավ։
Հիմա ինչ է տեղի ունենում արդեն, այսինքն եւ չի կատարվել նաեւ այլ հիվանդ կալանավորների դեպքում, որը արձանագրվել է այդ քրեակատարողական հիմնարկում, որը արձանագրել է մահեր։ Հիմա հասանք Նարեկ Սամսոնյանին։ Նարեկ Սամսոնյանը ինձ հայտնի է համենայնդեպս հրապարակային տեղեկատվությունից, որ հայտարարել է հացադուլ։ Հացադուլա, որ անձը պետք է գտնվի մշտապես բժշկի վերահսկողության ներքո։ Ու որտեղ է պահվում հիմա Նարեկ Սամսոնյանը։ Ըստ հայտարարությունների եւ հրապարակային նյութերի եւ նաեւ քրեակատարողական ծառայությունը չի հերքել դա, Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախոց։ Դուք պատկերացնում եք, մարդը, որը հայտարարում է հացադուլ, այսինքն հացադուլը դա բողոքի գործողությունն է։ Բողոքի գործողության հայտարարման պայմանները պատժախոցն են։ Դուք պատկերացնում եք, այսինքն մենք երբ դուրս են գալիս բողոք իրականացնելու խաղաղ ցույցի միջոցով, մեզ ծեծում են, մեր նկատմամբ կիրառում են ոչ համաչափ ֆիզիկական ուժ։ Երբ մենք խոսում ենք, քննադատում ենք, կարծիք ենք հայտնում, մենք հայտնվում ենք իրավապահ մարմինների թիրախում, այսինքն հիմնարար իրավունք ենք իրացնում, հայտնվում ենք պատժի ներքո։ Հիմա Նարեկ Սամսոնյանը իր հիմնարար իրավունքը բողոքը արտահայտել է հացադուլի միջոցով, բայց բողոքի արտահայտումը հացադուլի միջոցով ենթարկվում է պատժի, տարել են մարդուն պատժախոց։ Ինչի համար եք տարել պատժախոց։ Նոր ձև է ճնշման մարդուն։ Հա, դա այդպես է ուզում ճնշել։ Հա, Նարեկ Սամսոնյանը երիտասարդ է։ Այո, կարող է միգուցե եւ դիմանալ, բայց կարող է եւ չդիմանալ։ Արմեն Գրիգորյանը երիտասարդ տղամարդ էր։ Ինչի սպանեցիք Արմեն Գրիգորյանին։ Բուժօգնություն չտրամադրեցիք եւ այն դատավորը, որը նաեւ կալանք տվեց Արմեն Գրիգորյանին։ Ինչի սպանեցիք Արմեն Գրիգորյանին։ Ինչի հասցրեցիք մահվան։ Այս հարցերը մնում են արկախված եւ հարցերի պատասխանը մի օր տրամադրվելու են, այնպես չէ որ այս հարցերը շարունակելու են ուղակի մեր կողմից բարձրացվել, բայց ձեր կողմից մարսվել, այդպես չի լինելու։ Նոր ես լրահոսն էի հետևում եւ տեսա, որ Տիկին Սրբուի Գալյանը ինչ որ դատավորի վերաբերյալ հայտարարություն էր արել, եթե խնդրեմ կցիտեք իր այդ հայտարարությունը։ Պետք է ազատվենք այն դատավորներից, ովքեր երկարաժամկետ գործեր են քննում, այսպիսի հայտարարություն է արել, որ դատավորների նկատի ունի Տիկին Փոստանյանը։ Ես չգիտեմ ինքը որ դատավորներին նկատի ուներ, բայց ես հիմա հարց ունեմ Տիկին Գալյանին։ Իսկ այն դատավորները, որ Ստեփան Սամվելյանին շուրջ 3 ամիս պահեցին կալանքի տակ, եւ այդ կալանքի շուրջ 3 ամիսը նա ամբողջությամբ գտնվել է, շուրջ 3 ամիսը գրեթե ամբողջությամբ գտնվեց հիվանդանոցներում։ Այդ դատավորներին դուք չեք պատրաստվում ազատել։ Իսկ այն դատավորը, որը 8 ամսական երեխային կալանավորեց մոր հետ միասին, եւ 8 ամսական երեխան մի օր կալանավորում, այն ձեր Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որ ինչ որ ֆոտոներ էիք հրապարակել, ասում էիք, չգիտեմ, դրախտում եք պահում փոքրիկին, եւ հետո գնացիք ինքներդ այցելեցիք հիվանդանոց։ Մեկ օր մնաց այդ ձեր նկարագրած դրախտում եւ հայտնվեց փոքրիկը հիվանդանոցում, հիվանդացավ։ Այդ դատավորին չեք ուզում, այդ դատավորից չեք ուզում ազատվել։ Հաջորդը այն դատավորը, որը Լիլիթ Աղեկյանին 1 ամսով կալանավորեց եւ այդ կալանքը Վերաքննիչ դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, բայց այդ դատավորին, որ Լիլիթ Աղեկյանին 1 ամսով կալանավորել էր, այդ դատավորից չեք ուզում ազատվել։ Եվ հիմա անցնենք պարոն Վարդան Ղուկասյանի դատավորներին։ Պարոն Վարդան Ղուկասյանը, ես հիմա պետք է ցիտեմ նաև ձեր կողմից, ձեր նախարարության կողմից գրությունը, հեսա կցիտեմ։ Պարոն Ղուկասյանի վերաբերյալ, ով ունի ծանր կալանքի հետ ոչ համատեղելի հիվանդություններ, որը այսօր գտնվում է Արմենիա բժշկական կենտրոնում արդեն օրեր շարունակ եւ ամսի 25-ից պետք է գտնվեր դեկտեմբերի, բայց այդ մասն էլ ձգեցիք ամսի 7-ին տարակ հիվանդանոց։ Բայց այս դատավորները, որ այս հիվանդ մարդկանց, ում կալանքը անհամատեղելի է այդ հիվանդությունների հետ, բայց այդ դատավորներից չեք ուզում ազատվել։ Թե ձեր համար այդ դատավորները
սրտի դատավորներ են, որովհետև մարդկանց հասցնում են մահվան դուռը, մարդկանց հասցնում են հոսպիտալացման, թե դրանք ձեր սրտի դատավորներն են։ Մենք հիմա կարող ենք այդպես հասկանալ, այսինքն որ երկարաժամկետ են քննում, ես դեմ չեմ, թող դատարանները արագ քննեն գործերը, ողջամիտ ժամկետներում քննեն, ոչ թե երկարաժամկետ, խախտելով ողջամիտ ժամկետի հնարավորությունները եւ պարտադրանքը, պարտադիր լինելը։ Ես դրան կողմ եմ, որ ողջամիտ ժամկետներում քննեն, բայց առաջնահերթ է այն դատավորներից ազատվելը, ովքեր մարդկանց մահվան են հասցնում, ովքեր մարդկանց առողջությունը քայքայում են, բայց այդ մասին դուք ինչի եք լռում, թե դատավորները ձեր սրտի դատավորներ են, դուք նախընտրություն ունեք այդպիսի դատավորների նկատմամբ, այնպիսին, ովքեր որ ողջամիտ ժամկետներում չեն քննում գործերը։ Հիմա անցնեմ ձեր կողմից ինձ ուղված ձեր Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ձեր ընկերուհու քրեակատարողական ծառայության պետի աշխատակից Արայիկ Ավետիսյանի գրությանը։ Ուրեմն գրությունը ինձ ուղղվել է 08/01/2026 թվականին։ Սա հնարավոր է մենք ցույց տանք, որ գրության մեջ 2026 թվականն է գրած եւ ընդհանրապես ձեր կողմից ղեկավարվող Արդարադատության նախարարության այս թերի վարչարարության վերաբերյալ եմ ես ուզում խոսել, ոչ միայն թերի, այլ նաեւ բացարձակ որակից զուրկ վարչարարության վերաբերյալ։ Ուրեմն ինչ է գրում այս պարոն Արայիկ Ավետիսյանը։ Հարգելի տիկին Փոստանջան, ուրեմն նորից եմ հիշատակում 08/01/2026 թվական։ Ի պատասխան ձեր սույն թվականի դեկտեմբերի 26-ի։ Պարոն Արայիկ Ավետիսյան, տիկին Ծովինար Թադևոսյան, տիկին Սրբույի Գալյան, ես հասկանում եմ դուք չգիտեմ, ծանրաբեռնված եք, ուզում եք ազատվել ինչ-որ մարդկանցից, ինչ-որ դատավորներից, բայց այս աստիճանի խառնաշփոթի մեջ մարդ կարող է լինել, որ օրինակ ի պատասխան ձեր սույն թվականի դեկտեմբերի 26-ի, մենք այսօր դեռ հունվարի 12-ն ենք, սույն թվականի դեռ դեկտեմբերի 26-ը կգա բավական քանի ամիս անց եւ այդ դեկտեմբերի սույն թվականի դեկտեմբերի 26-ին ես չգիտեմ այս Արայիկ Ավետիսյանը որտեղ կլինի, տիկին Սրբույի Գալյան դուք որտեղ կլինեք, տիկին Ծովինար Թադևոսյան դուք որտեղ կլինեք, այս որ sense գրություն եք գրել ինձ, դուք դες հաշիվ տալիս եք, մեկ նայում եք ինչի տակ եք դուք ստորագրում, կամ ով է կազմել այս գրությունը, թե ձեր մոտ այդ ձև է բոլոր տեղերում, այսինքն դուք չեք հասկանում, դեկտեմբերի 26-ը երբ է, սույն թվականը երբ է, ինչպիսի դատավորներից պետք է ազատվել, միգուցե դուք այդքան, չգիտեմ, ընկալելու խնդիր ունեք, ես չեմ իմանում արդեն ձեզ ինչպես գնահատեմ այս ձեր կողմից ինձ ուղված գրությունները, ես չգիտեմ ինչպես դա գնահատեմ, վրիպակ ասեմ, չէ, վրիպակ չի կարող լինել, որովհետև մարդը ինչի տակ սույն թվականի դեկտեմբերի 26-ը դեռ երկար ժամանակ կա, որ մինչև գա, դեռ մինչև 12 ամիս ժամանակ կա, մինչև դեկտեմբերի 26-ը լրանա։ Հիմա անցնեմ արդեն բուն ովանդակությանը այս գրության։ Ուրեմն գրության մեջ նշում են, հարգելի քաղաքացիներ, գրությունը վերաբերում էր պարոն Վարդան Ղուկասյանի հիմնարար իրավունքներին, որին մինչև այսօր ես ամիսներ շարունակ դիմում եմ եւ պարզաբանում եմ պահանջում եւ Սրբույի Գալյանից եւ Ծովինար Թադևոսյանից եւ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետ պարոն Ռոբերտ Թամարյանից։ Վերջ ի վերջո ինձ ինչու չեք հայտնում ովքեր են պահվել եւ պահվում, այս պահին իհարկե պարոն Ղուկասյանը գտնվում է հիվանդանոցում, ովքեր են պահվել պարոն Ղուկասյանի հետ նույն խցում։ Ես հարցադրում եմ բարձրացրել ձեր առջև։ Արդյոք նրա հետ պահվում են դատապարտված անձինք, որը օրենքի պահանջով չի թույլատրվում։ Այսինքն դատապարտվածը չի կարող պահվել ոչ դատապարտված անձի հետ։
Ինձ մինչև այսօր դուք այդ պատասխանը չեք տրամադրել։ Հիմա պետք է ցիտեմ հարգելի քաղաքացիներ, թե ինչպիսի օրենքի խախտումներով է պահվում պարոն Ղուկասյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի խցում։ Ուրեմն այստեղ իրենք գրում են ինձ, նշում են, որ սանհանգույցը առանձնացված է նրբատախտակով, իսկ դրան մասը պոլիէթիլենային վարակույրով, խցում արկա են պատուհաններ։ Դուք պատկերացնում եք, այսինքն խուցը 15 քառակուսի մետր է, սանհանգույցը դա նշանակում է ունիտազը, տուալետը։ Տուալետը առանձնացվում է պոլիէթիլենային վարակույրով։ Եվ պոլիէթիլենային վարակույրով, այսինքն այն ինչ որ մենք ասել ենք վարակույրը, պոլիէթիլենային վարակույրը օրենքով սահմանված չէ։ Սանհանգույցը պետք է լինի առանձնացված, բնակելի տարածքից, ուտելու տարածքից, քնելու տարածքից, պետք է առանձնացվի։ Իրենք ընդունել են, որ իրենց սանհանգույցը պոլիէթիլենային վարակույրով է առանձնացված։ Դուք պատկերացնում եք, օրենքի խախտումով սրանք ինձ պատասխան են տրամադրում եւ ասում են ամեն ինչ օքեյ է եւ դրա ամեն ինչ օրենքով նախատեսված է եւ նորմալ է, որևիցե մեկը կարիք չկա, որ ենթարկվի պատասխանատվության։ Այս Ռոբերտ Համարյանին չպետք է ենթարկենք պատասխանատվության։ Տիկի Ծովինար Թադևոսյան, այդ որ իմ վերաբերյալ բողոքներ էիր գրում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին, բայց Ռոբերտ Համարյանի նկատմամբ չեք ուզում պատասխանատվության կանչելու գործընթաց սկսել, որ պոլիէթիլենային վարակույրով անջատված է ունիտազը։ Ձեր տանը այդպես եք, դուք անջատել ձեր ունիտազը պոլիէթիլենային վարակույրով է, դուք այդպիսի սանհանգույցից եք օգտվում։ Տիկին Սրբույի Գալյան, ձեր տունն էլ է այդպես։ Կարող է մարդիկ կան, որ իրենց տներում է, բայց պետության կողմից ֆինանսավորվող հաստատությունում, որտեղ պահվում է ազատությունից զրկված կալանավորը, այսպիսի պայմաններում օրենքով նախատեսված չէ, օրենքով նախատեսված է առանձնացված սանհանգույց։ Հիմա անցնենք մյուս հարցին, բա ասում եք, որ կալանավորը, գիտեք, կարող է զանգահարել թեժ գծին եւ դժգոհություններ հայտնել։ Լուրջ եք ասում։ Կալանավորը այդ քանի անգամ կարող է զանգահարել թեժ գծին եւ իր խնդիրների մասին բարձրաձայնել։ Կալանավորը հիվանդ է, կարիք ունի բուժօգնության։ Ով է պատասխանատու այդ բուժօգնության համար։ Դուք գիտեք դրա պատասխանը։ Ես ձեզ ուղարկել եմ համապատասխան նախադեպերը մարդու իրավունքների եվրոպական դատարանի, որպես ուսուցողական նաև ձեռնարկ, որպեսզի ուսումնասիրեք եւ գոնե առնվազն դրանով առաջնորդվեք, դա էլ չեք արել։ Ասում եք կարող է զանգահարել թեժ գծին։ Այսպես եք, հա, պատասխանում։ Այսինքն սույն թվականի դեկտեմբերի 26-ին կալանավորը կարող է իմ ուղարկած նամակով զանգահարի թեժ գծին։ Այսպիսի գրություններ են հարգելի հայրենակիցներ, այսպիսի գրություններով են պատասխանում, պատկերացրեք փաստաբանին, ես պատկերացնում եմ քաղաքացիներին ինչպես են նրանք պատասխանում, ինչպիսի գրություններով, ինչպիսի անորակ վարչարարություն են իրականացնում եւ ինչպիսի անորակ գրություններ են նրանց տրամադրում։ Այսինքն զրո վարչարարություն։ Նախկիների ժամանակ էլ կային, այո, ահա սարսուր երևույթներ, բայց առնվազն վարչարարությունը, որը կարող է իրականացվել այս կարգի վարչարարություն, այս կարգի վարչարարություն, որ կպատասխանեին, որ զանգահարեք թեժգից բուժօգնություն ստանալու համար, նման բան չի եղել։ Հիմա անցնեմ հաջորդին, այս Արմավիր քրեակատարողական հիմնարկի նորից պետի գլուխգործոցին, եւ պետք է խնդրեմ, որպեսզի նաեւ այդ գլուխգործոցների կողմից այդ դեպքի հետ կապված, որ Սևազգես մի տղամարդ ինձ ապօրինի պահանջներ էր ներկայացնում, այդ ապօրինի պահանջ ներկայացնող տղամարդին նաեւ ցուցադրել։ Ուրեմն ինչ է անում այս Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետը Գարիկ Ծատուրյանը, հեռախոսս վերցրել է,
Ահա, հիմա տեսեք։ Այսինքն դեռ չկարելի որն է, ես հիմա ֆիքսում եմ ձեր ապօրինությունները, որ բանալի չկա պահարանների վրա, չգիտեմ ինչ եմ պահարանում։ Այո, այս տղամարդը, ուրեմն այս տղամարդու պարզելու փոխարեն, ով է այս տղամարդը, ով ինձ ներկայացրել է ապօրինի պահանջ, ով գողացել է ըստ էության իմ հեռախոսը եւ չի վերադարձրել, հերիք չի չեն վերադարձրել, նաեւ ընդունել են քրեակատարողական այս հիմնարկի ծառայողները, այս Գարիկ Ծատուրյանը, որ մտել են եւ իմ հեռախոսի մեջ փորփրել են, նման հայտարարություն են նրանք տարածել, որի իրավունքը նույնպես չունեն, այսինքն ցանկացած թվային խուզարկություն պետք է տեղի ունենա միայն եւ միայն դատական ակտի հիման վրա։ Դուք ով եք, որ մտել եք իմ հեռախոսի մեջ, հերիք չի վերցրել են ապօրինաբար, մի հատ էլ մտել են հեռախոսից մեջ։ Ուրեմն այս դրանք բողոք են ներկայացնում իմ վրա, ես դրանց որոշումների իհարկե նաեւ վարչական դատական կարգով բողոքարկելու եմ, դա միանշանակ է, բայց հերիք չի այդ որոշումները կայացնում, մի հատ է գրություն են գրում, լրացուցիչ Փաստաբանների պալատին, բայց ես ապշում եմ, որ Փաստաբանների պալատը այդ գրությանը ընթացք է տվել։ Եվ առ երևույթ, խնդրում եմ Փաստաբանների պալատ, նաև հիմա է ձեզ եմ արդեն ձեր նկատմամբ եմ ես բողոքներ նաև ներկայացնում։ Ինձ պարզաբանեք, այս տղամարդը, այս սևազգեստը, որը ցույց տվեցինք, ով է այս տղամարդը, մինչև հիմա ես չեմ ստացել ձեզանից պաշտոնապես պատասխան, որ ես բողոքել եմ եւ այս սևազգեստ տղամարդու նկատմամբ, որ իմ նկատմամբ ինչ է տեղի ունեցել Արմավիր քրեակատարողական հիմնարկում, իսկ մինչ այդ նաեւ բողոք եմ ներկայացրել, թե ինչ է տեղի ունենում Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, իմ որպես փաստաբանի իրավունքների իրացման նկատմամբ, այսինքն իրավունքներ, որոնք իրավունքների ոտնահարում, որոնք նախատեսում են նաեւ հանցակազմեր Եվ այդ մասին ես արդեն ամիսներ շարունակ ձեզ բողոքներ եմ ներկայացնում, բայց ուր են այդ բողոքների հետևանքները, այսինքն ուր են այդ իմ ներկայացրած բողոքների պատասխանները, ես ձեզանից պատասխան չեմ ստացել, ուր են, այսինքն սենց տղամարդիկ կարող են Արմավիր քրեակատարողական հիմնարկներում հարձակվել փաստաբանի նկատմամբ գործել հարձակում, հարձակվել փաստաբանի վրա, Եվ փաստաբանների պալատը պետք է լռի այս իմ առումով, բայց չէ, հաճոյացնի ում Սրբույի Գալյանին, Սրբույի Գալյանի կողմից ուղարկված այս անհիմն ինչ որ գրությանը հաճոյացնի, ասի որ նախաձեռնում են Գարիկ Ծատուրյանի գրության հիման վրա կարգապահական վարույթ, պարզելու առերևույթ, այսինքն այդ ինչն եք ուզում առերևույթ պարզեք Մի հատ ինձ կբացատրեք առերևույթ ինչ պետք է պարզի կարգապահական հանձնաժողովը։ Այն կարգապահական հանձնաժողովը, որը իմ պաշտպանյալ տուժող հանդիսացող Լիլիթ Աղեկյանի իրավունքների հետ կապված ակնհայտ անարդարացի որոշում կայացրեց, որը մեկ այլ անձի փաստաբանի նկատմամբ, այլևս հանգուցյալ Ռազմիկ Շիրոյանի նկատմամբ որոշում կայացրեց ակնհայտ անարդարացի, որը վիճարկվեց վարչական դատարանում եւ վարչական դատարանը ճանաչեց փաստաբանների պալատի որոշումը ոչ իրավաչափ, այդ կարգապահական հանձնաժողովին եք ուզում ուղարկեք, այն կարգապահական հանձնաժողովը, որը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի կողմից իմ նկատմամբ գործած հարձակումը ճանաչեց օրինական, այդ հանձնաժողովին եք ուզում ուղարկեք, ինչի համար Ինձ հետաքրքիր է այս ոնց է էլի լինում, որ այսպիսի խտրական մոտեցում է իմ նկատմամբ, այն փաստաբանի պաշտպանի նկատմամբ, ով իրավազուրկ քաղաքացիներ է պաշտպանում, այդ հիմա դուք էլ եք լծվել այդ գործընթացին Նիկոլ Փաշինյանի կողմից սանձարձակված Այն Նիկոլ Փաշինյանի փաստաբանն էր իմ նկատմամբ հարձակում գործել, վկաներն եկան հայտնեցին այդ մասին, ոնց էր ձեռքս վիրավորել, եւ ոնց էին ինձ այդ նույն դատական կարգադրիչները այդ հարձակման հետևանքով ինձ օգնություն ցույց տվել, եւ ոնց էր այդ նույն Նիկոլ Փաշինյանի փաստաբանը իմ հեռախոսս կլել։ Դա փաստերով, ապացույցներով ներկայացված է եղել այդ նույն կարգապահական հանձնաժողովին։ Այդ մեկը չբողոքարկեցի վարչական դատարան, ասեցի լավ,
փաստաբանական պալատն է, մեր պալատն է, ամեն դեպքում ես արտոնագիրը ստացել եմ այդ փաստաբանական պալատում 30-րդ համարն եմ եղել։ Այսինքն այդքան տարիների փաստաբանական նաև ստաժ ունեմ։ Այդ դուք հիմա հավաստի եք համարել առ երևույթ Գարիկ Ծատուրյանի այդ դիմումը, Գարիկ Ծատուրյան, որը քանի հատ մահ է տվել իր քրեակատարողական հիմնարկում եւ իմ կողմից ներկայացված ապացույցը, այս տեսաձայնագրությունը դուք այդ հաշվի չեք առել ու ինչ որ կարգապահական վարույթներ եք ուզում դուք էլ միանաք, հա, այն վարույթները, որ Նիկոլը նախաձեռնել է քիչ է, մի հատ դուք եք ուզեցել, ասել եք մենք է ամասն չենք մնա։ Ինձ շատ կարևոր պարզաբանումներ պետք է տրամադրի փաստաբանների պալատը։ Ինձ համար կապ չունի, այո, դա իմ հարազատ պալատն է, փաստաբանների պալատը։ Փաստաբանի մասնագիտությունը դա ամենաառաքինի մասնագիտություններից է։ Ես շատ եմ հարգում եւ նաեւ փաստաբանի վարքագիծն եմ հարգում, բայց այս թերի, այս գրության հիման վրա ես ձեզ դիմում եմ այս թերի գրությունից եւ դեպքից նախապես առաջ, որ իմ նկատմամբ տեղի են ունենում շարունակաբար ինստիտուցիոնալ համակարգային բռնաճնշումներ, ինչի համար, որովհետեւ ես ազնվորեն պաշտպանում եմ իմ վստահորդների իրավունքները, որոնք հանիրավի պահվում են կալանավայրերում եւ նաեւ ամեն օր, ամեն ժամ բարձրացնում եմ կալանավայրերում տիրող խայտառակ պայմանների վերաբերյալ հիմքերն ու ապացույցները ամեն օր ես դրա մասին եմ խոսում։ Հիմա դուք եք միացել, հա? Այսինքն պաշտպանում եք Սրբույի Գալյանին, այդ կազմին եք պաշտպանում, որը քանի հատ մահ տվեց, որը Արմեն Գրիգորյանի մահվան նաև նպաստողներից էր, այսինքն այդ արդարադատության նախարարությունը, հիվանդ մարդուն պահում են կալանքի տակ եւ բերեցին այդ մեքենայի մեջ միջև Արմավիր քրեակատարողական հիմնարկից դատարան մարդը մահացավ։ Հիմա դուք այդ ում եք պաշտպանում, բա մեր իրավապաշտպան գործունեությունը որտեղ մնաց։ Այստեղ կարգապահ, մի հատ հետազոտ էիք, այս Սևազգեստը ով էր, որ ին վրա հարձակվում էր, իսկ ուր է իմ հեռախոսը, դուք տեսել եք, եթե ես արգելված իրեմ տարել ինչ-որ միտեղ, ուր է իմ հեռախոսը, ինձ կբացատրեք, ուր է հեռախոսս այդ այսպես կոչված արգելված իրը, ոնց են նրանք վերցրել, դուք ունեիք մի արձանագրություն ոնց իրենք վերցրեցին, տեսել եք այդ հեռախոսը ընդհանրապես։ Դες ձեր խտրական մոտեցումը հատուկ է արվում, որպեսզի ես չեմ արդեն, միգուցե ես կասկածներ ունեմ, որ դուք եք արդեն համագործակցում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուրիշ բան չեմ կարող ես մտաբերել կամ մտածել, որովհետև այս որոշումը դրա մասին է վկայում։ Այս որոշումը կարգապահական հանձնաժողովի հետ կապված դրա մասին է վկայում։ Դուք մի հատ կարգապահական հանձնաժողովի մի հատ անդամների ում հետ ինչ հարաբերություններ ունեն, մի հատ դա պետք է պարզի դեռ պետք է պարզի մեր Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը։ Այնպես մի արեք, որ ես հիմա գամ փաստաբանների պալատում սկսեմ բողոքի գործողություններ իրականացնել։ Ինձ բավարար են քրեակատարողական հիմնարկների ապօրինությունները։ Բայց դա չի նշանակում, որ ես պետք է հանգիստ թողեմ նաև փաստաբանների պալատը։ Սա արդեն որի-որ դեպքն է։ Ինչ է նշանակում կարգապահական պալատի հանձնաժողով։ Մի կարգապահական պալատ, որը Ռազմիկ Շիրոյանի վերաբերյալ որոշում կայացրեց հիվանդ փաստաբանի գոլեգայի, ով քիմիոթերապիա էր անցկացնում, որոշում կայացրեց արտոնագրի դադարեցման վերաբերյալ, որը վիճարկեցի ես վարչական դատարանում եւ վարչական դատարանը ձեզ ոչ իրավաչափ ճանաչեց։ Այս դուք այս տեսակն եք եղել։ Լավ, մի անգամ լռեցի։ Երկրորդ անգամ փորձում ենք լռել։ Երրորդ անգամ էլ լռենք, չէ, չի լինում։ Երրորդը չի ստացվում։ Այսքանը հավանաբար ես կուզենայի այսօր ասել, բայց նաև նշեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանը այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկները պատշաճ բուժօգնությունը տրամադրում են, հուսով ենք, որ շուտով նաև պարոն Վարդան Ղուկասյանը ազատ կարձակվի,
եւ ազատ արձակմամբ նաեւ Գյումրին կշարունակի ղեկավարել։ Այսքան է։